Թիկնայք և պարանայք, եթերում գիշերն է ու գիշերային շոուներից ամենաշոուն։ Այսօր Ներսարի շոուի բեմում մի շատ տաղանդավոր ու քաղցրաձայն արտիստ է։ Նրա հյուրն է անզուգական տենոր Լիպարիտ Ավետիսյանը։ Երկու Ավետիսյանների հանդիպումը մոտ է ընդամենը մի քանի րոպեից, իսկ նա երբ իր տուն է ներս մտնում, հողաթափերը կարոտած վազում են նրա մոտ։ Նա նույնիսկ չի հասցնում իր տանը մի բաժակ թեյ ու սուրճ խմել, որովհետև այստեղ ներսում նա միշտ կոնյակ է ուզում։ Դիմավորեք լիրիկական տենոր Ներսես Ավետիսյան։ Բարի երեկո, բարի գիշեր, բարև մերսի էլի, հեռուստադիտողներ ու ընկերներ։ Գիտեք, մեր կյանքում միշտ երկու կողմ կա, ավանդականն ու ժամանակակիցը։ Ավանդականը, երբ ասենք սեղանին ճաշի մի մեծ կաթսա են դնում ու ասում, ով որ հասավ կուտի։ Ժամանակակիցը նույն ճաշը բաժանում են փոքրիկ բաժինների, զարդարում միկրոկանաչիով, կողքը սեզոնային բանջարեղենից ֆոտոզոնա են կառուցում ու ասում, մինչև չնկարես, չուտես։ Երկու դեպքում էլ քաղցած մնալու հնարավորությունը նույնն է։ Ավանդականը, երբ օրինակ հարևանը գալիս էր տուն առանց զանգելու, դուռը ծեծում էր ու ներս մտնում։ Ժամանակակիցը, որ հարևանը նախ գրում է Viber-ում, տանն ես, բայց առանց պատասխանի սպասելու գալիս է, որովհետև տեսել է Instagram-ից story-ն, որ դու արդեն հատամներդ ես մաքրում։ Գալու պատճառները երկու դեպքում էլ նույնն են, նախկինում նարդի կամ պտուտակահանն էր խնդրում, հիմա Wi-Fi-ի գաղտնաբառն է խնդրում։ Օրինակ ավանդականը, երբ ամբողջ ընտանիքը հավաքվում էր մեկ հեռուստացույցի առաջ ու միասին դիտում էին Սանտա Բարբարան, իսկ ժամանակակիցը նույն ընտանիքը հավաքվում են նույն սեղանի շուրջ, էլի նույն սյուժեով սերիալ են դիտում, բայց ամեն մեկն իր հեռախոսով։ Փաստորեն ավանդականն ու ժամանակակիցը նույն բանն են, ուղղակի մեզ նոր սերնդին գրավում են վինտաժ հարաբերությունները, իսկ ավագ սերունդն ուզում է այդ վինտաժից ուղղակի ազատվել։ Այս առիթով ծափահարենք մեր նվագախմբին, որ ապրում է ժամանակակից երաժշտությամբ, բայց գիտի ռետրոյի գինը։ Ռուսլան and Friends տղեկ, բարի երեկո, շնորհակալ եմ, որ կրկին ինձ հետ ներսում եք, եւ կուզեմ Վահին հարցնել մի ավանդական երգի մասին, որը միշտ քեզ հետ է, որն է։ Եթե հայկականներից առանձնացնեմ հայալեզու երգերից, կոնսերվատորիայի սովորելու ժամանակ Ավետիք Իսահակյանի բառերով գագաթներին, մովսարերի, ինքը հետը, չգիտեմ, շատ հոգեհարազատ երգ է, իսկ ինքս ռետրոյի ընդհանուր ստիլից, ժանրից Էլվիսի տակ եմ ներդրած։ Okay, ուրեմն այսօր Էլվիսյան տրամադրության մեջ գնանք դեպի բար, գնացինք։ Well, there's one for the money, two for the show. Good to get ready, now go, can't go, but don't you? I say, but my blue sweet shoes. When you get through the family, oh, for my blue sweet shoes. Yeah. When you get knock me down, send my face, send my name all over the place. Well, even if I don't wanna do, but oh, I'm laying off of my shoes and home shop. I say, but my blue sweet shoes. You can do anything, but you're for my blue sweet shoes. Yeah. My house, steal my car, bring my leaping from the apple jar. We'll do anything, what I wanna do, but oh, honey, you're my shoes and bones shot. I say, for my blue sweet shoes. You can do anything, but you're for my blue sweet shoes. Well, you can do anything, but you're for my blue sweet shoes. You can do anything, but you're for my blue sweet shoes. Շնորհակալություն ես երաժշտական հրավառության համար։ Ես ես ընթացքում հասցրեցի լցնել V&M կոնյակ, այսօր մեր հյուրին պիտի հյուրասիրենք ոչ թե պարզապես կոնյակ, այլ երաժշտական կոնյակ։ Խոսքը V&M-ի մասին է։ Գիտեք ինչով է այս կոնյակը առանձնանում։ Այն հասունանում է ոչ թե լռության, այլ Արամ Խաչատրյանի երաժշտության ներքո։ Դու մտածում ես ինչու է համն այսքան մեղեդային, պարզվում է, որ տակառի կողքը արդեն տարիներով սիմֆոնիա է հնչում։ Հենց դրա համար էլ ամեն կումի մեջ կա մի քիչ հայկական հող, մի քիչ ֆրանսիական կաղնի ու մի
ամբողջ մեծ դոզա Արամ Խաչատրյան։ Դե վայելենք երեկոն V&M-ով, կհանդիպենք կարճ դադարից հետո։ This is our man. Տեղից շարժվեք, որովհետև շատ շուտով վարագույրը կբացվի։ Ներս կգա օպերային տենոր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Ալեքսանդր Սպենդարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներքիչ Լիպարիտ Ավետիսյանը։ Sorur pate pase, Մենք վերադարձանք եւ այսօր սեպտեմբերի 26-ն է, Կոմիտաս վարդապետի ծննդյան օրը։ Կոմիտասը հավաքեց ու գրի առավ մեր ժողովրդական գանձերը, զանազան աղբյուրները հիշատակում են 3000-ից մինչև 5000 երգի ու մեղեդու նյութականացում։ Նա դրանք վերաձևեց ու ներկայացրեց եվրոպական բարձր պրոֆեսիոնալ բեմերին, պահելով հայկական շեշտերն ու ձեռագիրը։ Այդպես նա դարձավ ազգագրության եւ էթնոերաժշտագրության իրական առաջամարտիկ։ Նա հայ ազգային երաժշտական դպրոցի հիմնադիրն է։ Կոմիտասի մշակումները մեր կյանքի անբաժանելի մասն են կազմում։ Ու այս երեկո ես խոստանում եմ, որ շատ գեղեցիկ կատարումներ են լինելու։ Այս գեղեցիկ օրվա տրամադրությամբ ներս եմ հրավիրում օրվա հյուրին, օպերային տենոր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Լիպարիտ Ավետիսյանին։ Ներս արի։ El grande invidia de seré con si farai nel palmo stringo un'idea che non vive che nella sua fantasia vuole se non si accorge che poi non ha più senso te ci vivo solo per te, solo per te. Bravi, շնորհակալություն։ Լիպարիտ, բարի երեկո, բարի Բարի երեկո։ գալուց ներս, շատ ուրախ եմ տեսնել քեզ Նմանապես, ներսում, ներս շատ ես շնորհակալ եմ, որ ներսում ես, վստահ եմ, Սիրով։ հրաշալի զրույց ենք ունենալու։ Սկսենք Կոմիտասից, այսօր շատ կարևոր օր է հայ երաժշտության կյանքում։ Որ երգն ես ամենից շատ սիրում նրա մշակումներից ու ինչով է այդ ընտրությունը քեզ մոտ առանձնահատուկ։ Գրեթե բոլորը պարզ է, որ չեմ սխալվի, եթե ասեմ, որ Կոմիտասի յուրաքանչյուր երգը, յուրաքանչյուր ստեղծագործություն դիպչում է յուրաքանչյուրի սրտներին։ Միգուցե կարող եմ առանձնացնել Անտունին։ Շատ եմ սիրում այդ ստեղծագործությունը ու քանի որ պարզ պատճառներով նա շատ տխուր է ու կապված է եղերնու հետ եւ այնպես է ստացվել, որ հենց այդ օրը ապրիլի 24-ին շատ հաճախ կատարել եմ հենց այդ երգը եւ դրա համար կարող եմ առանձնացնել, բայց մենք լավ գիտենք, բայց դե լավ գիտենք, որ Կոմիտասը մեր հիմքն է, այնպես որ հրաշք։ Իր ստեղծագործությունը Կոմիտասից կհիշես, որ միջազգային բեմերում ներկայացրել ես կամ եղել է հնարավորություն։ Իհարկե, անշուշտ, ես փորձում եմ անպայման այնպես անել, հենց ունենում եմ մենահամերգներ կամ ելույթներ, այսինքն եթե դա օպերայի ներկայացում չի, անպայման փորձում եմ պարտադիր ինչ որ հայկական հատված լինի, հայկական եւ իհարկե դա հիմնականում դա Կոմիտաս է։ Դելեյամանը շատ հաճախ կատարել եմ, Կռունկը, Ծիրանի ծառը։ Մեկից հրաշալի։ Խոսենք քո համաշխարհային հաղթարշավից, Լիպարիտ։ Ուրեմն վերջին տարիներին շատ կարևոր ելույթներից են Ալֆրեդոն կառանձնացնեմ, հա, երևի Duke of Mantuan, Royal Opera House-ում, Covent Garden բեմում, այ
ինչն է փոխել քո ներսում այս դերերից հետո, հա, լեզվի շնչառական ռեժիմի, կերպարի հոգեբանական գծերի ընկալման առումով, որտեվ, չգիտեմ, սրանք ֆանտաստիկ բարդ, բայց նաև հաջողակ արտիստի գործեր են։ Շատ Ալֆրեդոն գրեթե դարձել է մի մասնիկը, որովհետև Ջուզեպե Վերդիի Տրավիատա օպերան ինքը այնքան պոպուլար է, այսինքն ամբողջ աշխարհում մեկ այդպիսի թատրոն չեք կարող գտնել, որտեղ, այսինքն երկացանկում չկա Տրավիատա օպերան։ Այդ պատճառով այս 10 տարվա ընթացքում, որ ես անում եմ միջազգային մեծ կարիերա, գրեթե եթե մենք համեմատենք բոլոր իմ դերերի հետ, մոտ 20 դեր է որ կատարում եմ, եթե ոչ ավել, բայց հենց Ալֆրեդոն ավելի շատ է, այս պայդրությամբ այդպես ճշգրիտ չեմ հաշվել, բայց 150-ից ավել է արդեն, որ կատարել եմ ներկայացում, շատ է, որովհետև այո, յուրաքանչյուր թատրոնում եւ անկեղծ ասած, այս վերջի տարիներս հենց Covent Garden-ում, Թագավորական թատրոնում իրենց երաժշտական ղեկավարը մի օր այդպես ասել է, որ մեր լիպարիտը մեր ժամանակների լավագույն Ալֆրեդոն է։ Եվ երևի հա չգիտեմ ինչ են վաստակել դա, բայց այնպես է ստացվում, որ այո, Ալֆրեդոն շատ եմ երգել, շատ եմ կատարել, նաև ինչով է առանձնահատուկ այդ դերը հենց ինձ համար, որովհետև այստեղ Հայաստանում ես 2013 թվականից ինչ աշխատում եմ մեր թատրոնում, Ազգային օպերային թատրոնում, Ալֆրեդոն եղել է այն դերը, եվրոպական դերը, այսինքն առաջին այն դերը, որ ես կատարել եմ Իտալիայում բեմում։ Դա եղել է Ալֆրեդոն, դրա համար իհարկե ինքը առանձնահատուկ է, բայց դե յուրաքանչյուր դերս նույն Արքայազնը Ռիգոլետո օպերայից, որը շատ խաղարկային է եւ բարդ է տեխնիկապես կատարել, նույնպես ես միշտ գիտես, այս հարցին պատասխանում մենք երգիչներս, արտիստներս այնպես վստահ եմ իմ հետ կհամաձայնվես, երբ դու մոտենում ես յուրաքանչյուր կերպարին, երբ կերտում ես այդ կերպարը, փորձում ես շարժու ձևդ փոխել եւ անգամ շնչառությունդ փոխել այդ կերպարի հետ միասին, չէ։ Միևնույն է, ինչքան է դու պահեր լինի համաձայն լինես կամ սիրես կամ չսիրես ատես այդ կերպարին, միևնույն է ինքը դառնում է հոգեհարազատ։ Ինչ որ մի հիմք, ինչ որ մի կետ կա, որի շուրջ դու սկսում ես կառուցել այդ ամենը, եւ յուրաքանչյուր դերս շատ դիպչում է եւ շատ այո, միանշանակ։ Հրաշալի։ Եվրոպական առաջին մեծ հանդիսային քայլերից մեկը եղել է Ֆենտոնը։ Այո։ Եթե չեմ սխալվում, Բերլինի ֆիլհարմոնիկի հետ ու Բադեն-Բադենում, այ ինչպեսի հատուկ, ասած, չգիտեմ, լիրիկ լուսավոր մի գույն եք փնտրել ես պարտիայում։ Հա, մի փոքր պետք է ուղեմ, Ներսեր ջան, Ֆենտոնն ա եղել ճիշտ ես, բայց Բերլին ֆիլհարմոնիկի հետ չէ, Քյոլնում։ Էլի Գերմանիա, մոտ է Բերլինին, բայց հա, Քյոլնում ա եղել, այսինքն եղել է ինչպես, եղել է առաջին իմ օպերային մուտքը, ես որպես հանդիսացել եմ, որպես օպերային երգիչ, օպերային բեմում, բայց իհարկե մինչ այդ ես լիքը մենահամերգներ, այնպես որ ելույթներ ունեցել եմ Եվրոպայում, բայց այո, պատմական էր, որովհետև իմ զուգընկերը շատ հայտնի իտալացի մի բարիտոն Լուչո Գալլո, որը համաշխարհային դեմք է եւ առանձնահատուկ է ինձ համար այն պատճառով, որ նա շատ երգել է, շատ հաճախ երգել Լուչիանո Պավարոտիի հետ, այսինքն իրենք բեմ են կիսել միասին, երբ որ Լուչո Գալլոն դեռ երիտասարդ էր, այսինքն դա մի գիտես շատ հուզիչ եւ հետաքրքիր շրջան էր, որովհետեւ պետք է նշեմ նոր բեմադրություն էր դա, այսինքն դա նշանակում է 6 շաբաթ մենք միայն փորձ էինք անում։ Այնուհետև մենք ունեցանք 8 ներկայացում եւ այդ 6 շաբաթվա ընթացքում ես այսպես սոված մարդու պես Լուչոից հեռու չէի գնում, նախ պիտի ասեմ անմիջապես ինձ սիրեց եւ ասեց դա դպրոցը, ասեց հին իտալերենի շատ մոտ է, երկեցային դպրոցը, որտեղ ես սովորել, ասում Հայաստանում։ Եվ ասում գիտես հայրը շատ երկեցիկ ազգ են, ասում ճիշտ եք, միգուցե այդ պատճառով է որ մենք իսկապես ձեր ականջին, իտալացիների ականջին մենք մոտ ենք ձեր հին դպրոցին, այո։ Բայց ասում եմ դասախոսս որից է կապ չունեցի Իտալիայի հետ, Բաքվի հայ է եղել, սովորել եմ, մեծացել եմ այսինքն Հայաստանում կրթվել եմ եւ ես այսպես սոված մարդու պես անընդհատ հարցեր էի իրան տալիս, ասում եմ մի քիչ պատմի էլի, մայստրոից պատմի, ինչ էր ինքը ասում, ոնց էր վերաբերվում, այն կամ այն դրվագին, մի խոսքով շատ sense հետաքրքիր շրջան էր ինձ համար։ Պատկերացնում ինչ ֆանտաստիկ էմոցիաներ է սարքվել ժամանակ։ Բայց քո երկացանկում նաև կան Ռոդոլֆո, Էդգարդո, Դոն Հոսե, Նեմորինո, այս որ բաներ որ հասկացար որ այս բոլորը քոնն են լավ, ես այստեղ ինձ ամենալավն եմ զգում։ Դե նախ պիտի ասեմ մեր ձայները շատ
ստույգ ձևով բաշխվում են, այսինքն եթե դու լիրիկոս պինտո տենոր ես, քո ձայնին ուրեմն համապատասխանում այսինչ դերերը։ Հիմա իմ բախտը մի փոքր բերել է նրանով, որ ես լիրիկոս պինտո տենոր եմ, ոչ միայն ուղղակի լիրիկ տենոր չեմ, որովհետև եթե լիրիկ տենոր լինեի, երգացանկս ավելի դերերիս քանակը ավելի սուղ կլիներ, քանի որ ես սպինտո լիրիկո տենոր եմ։ Այս սպինտոն ես չգիտեմ։ Այս սպինտոն այն է, որ մի փոքր մսակալում կա տեմբրի մեջ։ Բնությունից, այսինքն դա ինձ թույլ կտա, եթե ճշգրիտ ձևով իմ ձայնս զարգանա եւ որևիցե կերպ ես իրեն չվնասեմ, տարիքի հետ միասին, այսինքն ես այս պայծրությամբ այդ բոլոր դերերը, որ դու ասիր, իրենք լիրիկ դերեր են։ Ես դրանք եմ կատարում։ Տարիքիս հետ միասին նույնպես զուգահեռ իմ ձայնը էլ ավելի կմսակալվի, եթե կարելի է այդպես ասել, ոչ ընդհակառակ դրամատիկ տենոր, իհարկե ոչ դրամատիկ, որտեղ ես բնությունով դրամատիկ չեմ, բայց ավելի շատ սպինտո դերեր կարող եմ կատարել, այսինքն երգացանկս գնալով ընդլայնվելու է եւ մեծանալու է, որը հրաշալի է ուղղակի։ Իսկ դիապազոնի բերումով ոչ, դիապազոն տենորը դոից դո պիտի ունենա եւ այդպես, հա, ուղղակի տարբերությունը այն է, որ օրինակ դրամատիկ տենորները իրանց դերերում գրեթե վերևի դո չկա, շատ քիչ դերերում կա, որ այդ հայսի, որ ասում են, այդ Պավարոտի սիրած վերևի դոն չկա գրեթե, գրված չի, կոմպոզիտորը չի գրել, որովհետեւ գիտի, որ այս դերը դրամատիկ տենորի համար եւ այդ բարձրությունը անռեալ է, շատ դժվար է այդ ձայնի համար, ձայնատեսակի համար դրա համար չի ներգրավել այդ նոտաները։ Ավելի ցածր սի բեմոլ, սի բեկար 1-1 լիրիկ տենորների համար այդ դոն հաճախ դերերին ինքը հա կիրառվում է եւ պիտի երգես։ Golden Mask մրցանակի մասին խոսենք 2017 թվականին, որպես լավագույն օպերային դերասան մրցանակը ստացար։ Այս ինչ տվեց քեզ, ինչ, չգիտեմ, պատասխանատվություն, վստահություն, նոր առաջարկներ։ Ընդհանրապես պիտի ասեմ, որ իմ կյանքում նենց հետաքրքիր է ակնկալներով լի է, որովհետև իմ նույն վաստակոր արտիստի կոչումը ես Անգլիայում էի, իմանում եմ նրանից, որ կինը զանգում է, ասում է նախագահականից են քեզ զանգել, քեզ եմ փնտրում, ես տեսնես ինչ է պատահել, որ կոչում։ Պարզվում է, հա, վաստակոր արտիստի կոչում են տվել եւ այդ նույնպես եղավ, այսօրվա պես հիշում եմ, գիշերվա 11-ն էր, ես դուրս եմ եկել օպերային թատրոնից, Սարո էի կատարում, անուշ օպերաներ, եւ բարձրանում եմ այսպես մեքենայով մոնումենտ ենք այդ ժամանակ ապրում, բարձրանում եմ վերև ու տեսնում եմ Մոսկվայից Ստանիսլավսկու եւ Նեմիրովիչի անվան թատրոնի գերասական ղեկավարն է զանգում։ Ասում է ժամին էս մարդ ինչ է զանգում, անմիջապես պատասխանում ասում, դա Ալեքսանդր Բորիսովիչ, ասում մой золотой, я тебя поздравляю, ты выиграл золотую маску։ Ու ես այսպես խառնվեցի, ասում եմ ոնց ինչպես, անգամ ես չգիտեի որ նոմինացվել եմ, բայց այդպես եմ որոշել, որ գնահատել են, տեսել են, ես ուրեմն այդ ժամանակ արդեն մի քանի դերով ես հիմնական հրավիրալ երգիչ էի այդ թատրոնում Մոսկվայում եւ մի քանի դերեր արդեն կատարել էի, բայց նոմինացվել եմ հենց Մանոն օպերայով, Անդրեա Ժագրսներ բեմադրել, նոր բեմադրություններ, որտեղ ես գլխավոր դեգրիոյի, այսինքն տենորի դերն էի կատարում ու կոմիսիան որոշել է, որ այս երիտասարդը արժանի է եւ իրեն պետքա նոմինացնենք ու նոմինացնել էին ու ես տարվա ուրեմն լավագույն տղամարդու դերի շնորհիվ ես ստացա ուրեմն այդ իհարկե մեծ հնարավորություններ տվեց անմիջապես ես ել ավելի շատացան իմ հրավերները դեպի Ռուսաստան, Բալշոյ թատրոնը անմիջապես հետաքրքրվեց ինձանով, որովհետեւ ցավոք սրտի Մոսկվայում այդպիսի մի հիմա իհարկե ոչ, լիքը բան փոխվել է այս չարաբաստիկ պատերազմից հետո, բայց Առաջ էսպես էր, եթե դու երգում ես էս մի թատրոնում, այսինքն Ստանիսլավսկում, Բալշոյը իրան շատ հեռու է պահում։ Եթե երգում ես Բալշոյում, Մարինյան թատրոնն է իրան շատ հեռու պահում։ Հիմա այդպես չի, լիքը բան փոխվել է։ Մի խոսքով, բայց այդ մրցանակից հետո անմիջապես մեծ թատրոնն էլ շատ մեծ ողջավորությամբ սկսեցին կապնվել իմ մենեջերի հետ եւ հետաքրքրվել թե լիպայտը ինչ կարող է մեզ մոտ երգել, մենք առաջարկում ենք այս մի խոսքով եւ Չէ, իհարկե պետք է ասեմ, որ շատ հաճելի է, մինչ օրս շատ պատվավոր տեղում այդ մրցանակը շատ գեղեցիկ ընդ որում կա մի հատ մեծը եւ դրա փոքրիկը, որը բրիլյանտներով եւ իզումրուդներով է, այսպես շատ գեղեցիկ է, շատ հաճախ գրում եմ տարբեր իվենտներին, հա, ասենց կոստյումից ամրացնում եմ եւ հպարտ գրում եմ դա։ Միանշանակ է պաշտպանելու մեծ առիթ բարիթ։ Խոսեցիր զրույցի ընթացքում քո Երևանյան կրթության մասին, խոսենք նաև երկու կրթությունները այս բային ֆիքսենք, Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիան, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, այս երկու դպրոցները, որ դու անցել ես, հա, այստեղից չգիտեմ, որոնք են մեթոդաբանական տարբերությունները, որոնք դու ֆիքսել ես, բայց պահպանել ես երկուսն էլ, որպեսզի, չգիտեմ, ավելի մեծ ինտերվալով կարողանաս աշխատել։ Հա, նախ պիտի ասեմ լիովին տարբեր են, սկսենք նախ նրանից, որ հնարավորություններից
Մոսկվայի կոնսերվատորիան մեծ հնարավորություններ է, սկսած գրադարանից, ամեն ինչից։ Այսինքն տալիս է քեզ բոլոր այն հնարավորությունները եւ նաեւ այդ թվերին դեռ էսպես մեզ մոտ զարգացած չէր YouTube, էս ամեն ինչ որ այսօր, չէ, մեզ մոտ զարգացած է դու այսօր կարող ես նստել, չգիտեմ, Դիլիջանում, մտնել on-line, չգիտեմ, Չիչիլիա Բարտոլիի վարպետության դասերը դիտես Մոնակոյում խոսքի։ Ու մասնակցես դրան, չէ, on-line, առաջ այդ հնարավորությունները չկար, այդպես բաց չէր, հա։ Հիմա այդ առումով իմ չած երիտասարդներին ասում եմ օգտվեք, որովհետեւ դուք բախտավոր եք, որովհետեւ մեր ժամանակ չկար։ Մեր ժամանակ մենք գրքեր ենք կրտում եւ լսում ձին բան ուրեմն պլաստիկի վրա ձայնագրություններ, որպեսզի ինչ որ բան քաղենք, սովորենք։ Իհարկե, այդ մեծ տարբերությունը կար, բայց օրինակ ինձ միշտ որ հարցնում են ինչն էր Մոսկվան, որտեղ բոլորը գիտեն, որ Մոսկվայում ես մի փոքր չհարմարվեցի վոկալ վարպետության ոճին։ Տարբերվում է մեր իսկապես հայկական դպրոցը ավելի մոտ է իտալական բաց եւ հնչողության առումով ավելի հասարակ ու պարզ է։ Ռուսների մոտ մի փոքր դպրոցը տարբերվում է եւ ես չէի հարմարվում դրա հետ, զգում եմ որ իմը չի։ Կավլիցը չեմ ուզում ասեմ լավ է կամ վատ է, իմը չէր։ Եվ ես միշտ պատասխանում եմ, որ Մոսկվան, ես 17 տարեկան եմ, որ ընդունվեցի Մոսկվայի կոնսերվատորիա, իմիջիայլոց Մոսկվայի կոնսերվատորիայի պատմության, վոկալ ամբիոմի պատմության ամենաերիտասարդ ուսանողն եմ եղել։ Այդպես է ստացվել, 17-ում ձայնս լիովին փոխվել էր, տենոր էր, ընդունվեցի։ Եվ իմ համար իսկապես դա շատ մեծ ահռելի դպրոց էր։ Կյանքի դպրոց էր նաև, որովհետև 17 տարեկանից ապրում եմ մենակ հանրակացարանում։ Եվ 20 տարեկան էի, երբ որոշեցի, որ պետքա տեղափոխվեմ Էլի բախտի բերմամբ գտա Ռաֆայել Հակոբովիչին Հակոբյանց այստեղ Հայաստանում եւ տեղափոխվեցի այստեղ եւ ինչ կարող եմ ասել կոնսերվատորիայի մասին, երբ ինձ հարցնում են ինչ տվեց, ինչ էր կոնսերվատորիան, ես միշտ պատասխանում եմ անկեղծորեն պատասխանում ինձ համար կոնսերվատորիան 321 դասարաններ իմ Հակոբյանց Ռաֆայել Հակոբովիչի դասարանը, որտեվ մենք այդտեղ ոչ միայն երգում ենք, ոչ միայն հասկանում ես, կերտում ենք, այսինքն սովորում ենք, թե այս նոտան կամ այն նոտան կամ շնչառությունը ինչպես պետք է անենք։ Մենք սովորում ենք լինել արտիստ։ Վաու։ Ամենակարևոր երբեք միանշանակ։ Զրույցին նախապատրաստվելիս նաև կարդացի, որ 16-17 թվականներին միաժամանակ դեբյուտ սպրինտ ես ունեցել Տրավիատաներ, չգիտեմ, Լոնդոնում, Սիդնեյում, հետո Բոհեմը, Ֆրանկֆուրտում։ Այս շատ խիտ գրաֆիկի մեջ թռիչքներ, անհարմարություններ, անհարմար ժամեր, ոնց ես կարողանում նաև ճիշտ պահել քո տեմբրի, ձայնի տոնուսը, որպեսզի այս ամեն ինչը քեզ չխանգարի բեմի ելից առաջ։ Պետք է արձանագրել, որ սարսափելի դժվար է, մանավանդ մի փոքր արդեն մեծացել եմ, 30-ս անցել եմ։ Մինչ 30 օրինակ այդ խնդիրը անկեղծ չկար։ Ֆիզիկապես ես տենց խնդրեմ չունեի, ես կարող էի ինքնաթիռից ուրեմն վայրիչ կատարում են, գնում էի անմիջապես համերգասրահ կամ թատրոն, երգում էի, ներկայացումից հետո նորից ինքնաթիռ մեկնում էի ուրիշ քաղաք ու որևիցե խնդիր։ Հիմա ես հասկանում եմ, որ ինձ մի 2 օր պետք է ես ուշքի գամ։ Ոչ թե ձայնս, ֆիզիկապես, մենտալ ես պետքա մի հատ sense հավաքվեմ, որովհետև այդ քանակը, այդ ռեժիմը շատ դժվար է, ինքը քամում է։ Եվ կարճ ինտերվալներ։ Քամում է։ Օրինակ հիմա ավելի երիտասարդ սերունդը, որ միշտ հարցնում է՝ «Լիպա ջան, ինչպես, օրինակ ինչ պիտի անենք, ոնց»։ Միշտ ասում եմ, պետք է շատ կարևոր է առողջ լինեք, մենտալ առողջ լինեք, որը շատ կարևոր է։ Ֆիզիկապես դժվար է։ Հա, եւ մենտալը, որովհետեւ գիտես, նաեւ պսիխոլոգիչկի շատ դժվար է դիմանալ այդ pushing-ը, ինքը ամեն քայլափոխին դու պայքարա, դու մենակ ես, ու դու պայքարում ես։ Բայց Գիտոգի հետաքրիր պայքարա, որովհետև ես միշտ նաև ասում եմ, որ մենք ինչքան է դժվար լինի մեր աշխատանքը, մենք շատ երջանիկ մարդիկ ենք, որովհետև մենք զբաղվում ենք մեր սիրելի գործով ու մենք բացում ենք սրտերը մարդկանց, մենք փոխում ենք մարդկանց աուրան, մենք հուզում ենք մարդկանց, այսինքն մենք բերում ենք մի աշխարհ, որտեղ մարդը կարում է անկեղծ լինել ինքը իր հետ, որը շատ կարևորում եմ ես։ Ինքը դրա մեջիկ բան է, էլի։ Միանշանակ, հեքիաթ է, այո, միանշանակ։ Մնանք Սիդնեյում մի քիչ, որովհետև շատ լավ քննադատական արձագանքներ ես արժանացել օպերա Ավստրալիայում Ալֆրեդոյի համար, Գուզում ինձ պատմես մի քիչ քո զգացողությունների, էմոցիաների մասին ու նաև խոսենք ավստրալիական օպերայի տարբերության մասին, հա, ռուսականին անդրադարձանք իտալականին, հայկականին, լրիվ ուրիշ մայրցամաք այնտեղ ինչ տրամաբանության մեջ են։ Ճիշտ է, նախ Ավստրալիան պիտի ասեմ նենց հետաքրքիր իրանց մոտեցումը, ուրեմն
այդ գեղեցիկ ափսեները չէ որ մենք ասում ենք որ ես միշտ նմանացնում ասում մեր Սիդնեյ թատրոնը, Սիդնեյ թատրոնը համալիրն է նաև նման որ ավելի ուշ են կարծես ասում 100% մեր պարոն Դեմիրճյանից թխել են միտքը վեկալ են եւ գեղեցիկ կառուցել ինչ պետք է ասեմ որ մենք տեսնում ենք չէ այդ կառույցը ասենք վաու ինքը իսկապես որպես արխիտեկտուրնի արժեք Շքեղ է, այո։ գժվելիք է ուղղակի բայց օրինակ այդ շենքում 4 համերգասրահ կա 4 եւ ֆիլհարմոնիկն է եւ օպերան է եւ նաեւ երկու համերգասրահ կան այսինքն բոլոր համերգասրահը ինքը որպես բիզնես կենտրոն լինի իրենք ավելի օրինակ եթե մենք մեր մտածելակերպը մենք շատ ավանդական է այսպես ասենք օպերային թատրոն վերջ այստեղ բոլորը պետք է լինեն լուրջ եւ իրանց մոտ այդպես չի Կոմերցիոն է շատ ավելի կոմերցիոն է եւ այո այդ ամեն ինչը ճիշտ ձևով օգտագործում նաեւ ի օգուտ օպերային թատրոնի, որովհետև օպերային արվեստը ինքը բիզնես տեսանկյունից պրավալնի է, ինքը չի բերում դիվիդենդ փող, չի բերում։ Ինքը միշտ մինուս է գնում, որովհետև դա այդպես է, շատ թանկ է կառուցել այդ սետերը, այդ ամեն ինչը թանկ է վճարել երկիչներին, այո, այդ գերշքեղ գեղեցիկ զգեստները, կուտյուր, շատ հաճախ կուտյուրերից է, այսինքն ինքը շատ թանկ հաճույք է եւ իրենց մոտեցումը ես կարծում եմ, որ ավելի ճիշտ է, որովհետև ի օգուտ օպերային թատրոնի իրանք օգտագործում են տարբեր շոուներ են բերում, այսինքն նաեւ իրանք բեմը ունի այդ հնարավորությունը, այդ գեղեցիկ, այդ դժվարագույն շոուներն է ընդունել բեմի հնարավորությունների կան պուլուժերները բարձանում իջնում այսպես ձևափոխվում բեմը մի խոսքով եւ իհարկե իմ տպավորությունը 17 թվականն էր որ առաջի անգամ մեկնեցի Սիդնեյ Էդի անմոռանալի է որովհետեւ նամանանդ այդ առաջի մուտքերը այդ թատրոնն որ դու հասկանում ես որ այս տաճարներում լեգենդար մարդիկ են երգել, որոնց մասին դու միայն գրքերով ես կարդացի ու հիացել իրենց արվեստով, ու այսօր դու ուտեղ կանգնած ես, դա մի զգացություններ է, որը անհնար է բառերով փոխանցել, բայց դա այսպես տպավորվում է։ Հրաշալի։ Քո մասին նաև պատմել եք Opera Wire Արի շատ հեղինակավոր բարբերականներին, չգիտեմ, գրել են բազմիցս, խոսել են բազմիցս ու այդ շատ հպարտեցնող է, շատ հպարտանալու է, երբ Երևանում նստած կարդում ես, որ քո հայրենակիցը համաշխարհային ամենակարևոր բեմերում է եւ նրա մասին պատմում են ամենակարևոր բարբերականները, կուզեմ այս քո ամբողջ անցած ճանապարհը հիշելով խորհուրդ տաս հիմա այն լիրիկ տենորներին, ովքեր նայում են հենց հիմա քեզ էկրանից այն կողմի բարիդ ու երազում ես ճանապարհի մասին, ինչ կասես նրանց, ինչ անել վաղ փուլում, ինչքան է կարևոր հետևել իրական ձայնին, մնել հավատարիմ գաղափարներին։ Միանշանակ, նախ պիտի ասեմ Ներսես ջան, որը այն ամեն ինչ որ դու նշեցիր, լիքը մարդիկ կառավարությունից սկսած պիտի սա հասկանան եւ շատ ուշադիր շեշտավորեն սա, որովհետև հենց մեր գործի իմաստը եւ մեր դիվիդենդը հենց դա է։ Երբ մենք գնում ենք ներկայացնում ենք մեր ազգը, մեր երկիրը, որովհետև իհարկե ի վերջո գրվում է իմ անուն ազգանունը, չէ, բայց ամենտեղ գրվում է հայ տենոր։ Այո։ Եվ մեզանով ճանաչում են մեր երկիրը։ Մեզանով սկսում են հետաքրքրվել մեր երկրի մասին։ Եվ սա կարծում եմ նաեւ ես միշտ շատ վստահ եմ այն բանում, որ մենք շատ հեռու ենք դիվանագիտությունից եւ պոլիտիկայից, իհարկե մեր ասպարեզը լիովին միշտ վեր պետք է լինի այդ ամեն ինչից, բայց մեր նաեւ ղեկավարները ինչու ոչ, իրենք պիտի հասկանան, որ հենց սա շատ կարեւոր գործ է, որ արվեստագետները անում են, որովհետեւ տես դու շատ ճիշտ բան ես ասում, օրինակ ես պիտի շատ մի հատ ցավալի բան ասեմ։ 44 օրվա պատերազմի ժամանակ, երբ կոտորում են մեր ազգը, ոչ մի հեղինակավոր թերթ, օրինակ The Guardians, The New York Times, ոչ մեկ չանդրադարձավ, ոչ մեկ չգրեց մեր մասին։ Բայց օրինակի հակառակ ուրիշ ուղղությամբ որ նայենք, նույն The Guardians-ը, նույն The New York Times-ը առաջի էջին իմ նկարն ա եղել եւ գրել են, որ գրված ա եղել, որ հայ տենորը բացել է թագավորական, Անգլիայի թագավորական թատրոնը նոր բեմադրությամբ Ռիգոլետո օպերան։ Հասկանում ես, չէ՞ սա ինչ է։ Սա ես չեմ ասում Քավլիցեն, նրա համար չեմ ասում, որ ինչ որ ինձ գովաբանեմ կամ ինչ որ իմ ռեկլամով զբաղվեմ, ես դրա կարիքը չունեմ։ Բայց սա պիտի պետական մարմինները հասկանան, թե ինչքան կարևորագույն գործ ենք մենք անում։ Միանշանակ աշխարհի ամենակարևոր լրատվականների որովհետև մենք ունենք շատ փայլուն սպորտսմեններ, մենք ունենք Հենրիկ Մխիթարյան, Արոնյան,
Շատ լուրջ դեմքեր ունենք, ինչի համար ես շատ հպարտ ու երջանիկ եմ, բայց մեկ-մեկ որ մեր դիվանագետները անտեսում են դասական արվեստի ներկայացուցիչների արած գործը ու կարող են ասեն, որ դե այն մարդիկ մեդալ են բերում, ձեր մեդալները չենք տեսնում, ապա ես ուզում եմ ասեմ, որ մարդիկ հասկանան, մեր մեդալներն է այդպիսի տեսքով է վերադարձնում պետությանը եւ աշխարհին, ոչ պակաս գոլեր ենք խփում։ Միանշանակ։ Եվ ինչ կարող եմ ասել երիտասարդին, միշտ ասում եմ, նույն բաներն եմ ասում, որ երեխեք միշտ շտապեք։ Հիմա մի հատ շատ վատ տենդենս կա, բոլորը շտապում են։ Տես, պիտի մի բան ասեմ, շատ ոգևորված են։ Օրինակ հիմա կոնսերվատորիայում միակ ամբիոնը, որ ես կարող եմ վստահ ասել, այդպեսի մեծ պատոկ որ ունի վոկալ բաժինն է, որովհետև երիտասարդությունը շատ ոգևորված է, որովհետև տեսնում են, ասում են, դե եթե Լիպարիտը, Արսենը, Գևորգը, Հովանեսը կարում են, մենք էլ կարանք, ուրեմն կա այդ հնարավորությունները։ Ջուլիանան, Նինան, հասկանում ես, դա շատ կարևոր է, շատ ֆանտաստիկ բան է, որովհետև ոգևորություն է մեջ երիտասարդների մեջ, բայց շտապում են։ Ես միշտ ասում եմ, մի շտապեք։ Անդադ ինձ օրինակ մոտենում Լիպայ ջան մի հատ ասա, «Էս կարող եմ էս արյան կատարել», ասում արյայի մեջ չի խնդիրը, ցավը տանեմ, պարապի կրթվի։ Էնպես արա, որ այդ արյայից հետո կարողանաս եւս 6 հատ արյայել երգես ձայնը չհոգնի։ Կարևորը դա է, պարապեք, ուսումնասիրեք, լեզույա, տեխնիկայա, գրականությունա, մի քիչ շտապում են, դե միգուցե դա իրանց մեղքը չի, ժամանակի խնդիրն է, ժամանակն է այսպես շատ արագ գնում, բայց միշտ ասում եմ, չշտապել, պարապել եւ չուսահատվել, երբեք, որովհետեւ ճանապարհը շատ դժվար է, ճանապարհը հարթ չի, երբեք ոչ մեկի համար, որովհետեւ վերջի այսպես ասած ռեզուլտատն են տենում, մենք ժպտերես, գեղեցիկ սիրուն երգում են, գեղեցիկ հագնված, ասում են դե ինչ հավես է, բայց մենք ունենք ճանապարհ, շոտ ու փոշոտ ճանապարհը սարսափելի, այո, ոչ ոք չի տեսնում, որը շատ դժվար է եւ դրան պետք է պատասխանեն ու իհարկե մենտալ ու պսիխոլոգիչեսկի պետք է պատասխանեն, որտեվ շատ-շատերը կոտրվում են, որտեվ պատրաստ չեն, ոչ այդ նագրուսկային, ֆիզիկապես նագրուսկային պատրաստ չեն եւ նաեւ այդ փառքը որ գալիս է շատ բարդ է խեղդում է, պետք է շատ adekvat լինես, շատ պրիզիմլյոնի ձևով ընկալես, ընդունես դա, մարսես, հասկանաս, գիտակցես ով ես դու, բայց շարժվես առաջ, գլուխդ կա, գործդ անես։ Այո, եւ շտապողականությունը, որը 3-րդ հազարամյակի վատագույն խնդիրներից մեկն է Վինոր Սերենդի համար։ Գանք նորից հայ կոմպոզիտորներին, հայ մշակումներին անդրադառնալիս, ինչն է կարևորում, չգիտեմ, շեշտը կամ խորը շնչառական զարկը, որ հայ խոսքը մնա, որ ենթակետն է քեզ համար առաջնային տեղում։ Միշտ եմ ասել խոսքը։ Ես շատ եմ կարևորում խոսքը։ Օրինակ, եթե թույլ կտաս ասեմ, ես միշտ առանձնացրել եմ, օրինակ դու որ երգեր ես կատարում, ես լսում եմ այդ երգերը մեծ հաճույքով, որովհետև ես վստահ կարող եմ ասեմ, դու էլ ես խոսքը կարևորում, ես քո խոսքը լսում եմ, ինձ խոսքն է դիպչում ու գրավում ինձ, որ ես սկսում եմ ներխուժել, որը շատ կարևոր է, շատ կարևոր է։ Ես նույնպես, ես խոսքը իհարկե ձայն, իհարկե կանցիլենա, զվուկավիդեյնիա, ֆրազիրովկա, այդ ամենը պարզ է, գեղեցիկ է, որ այդ ամենը կա, բայց շատ հաճախ այս ամենը լինում է, չի լինում խորությունը, խոսքը, ու ամեն ինչ կորում է, չի դիպչում, որպես այսպես նայում ես, ասում ես գեղեցիկ կատարում է, բայց նա չի դիպչում, նա չի տեխնիկապես է, հա, չի մնում։ Դրա համար խոսքը շատ կարևոր է, եւ իհարկե մեր հայկականը, ես միշտ ասել եմ ու կասեմ, դա մեր հիմքն է, մենք երբեք մեր քաղաքային ռոմանսը, մեր ժողովրդական երգերը, մեր կոմիտասը անշուշտ, դա մեր հիմքն է, որովհետև երբ մեզ ասում են, որ մենք տարբերվում ենք ու իսկապես լավ առումով ենք տարբերվում, ես կարծում եմ, որ հենց դա է, որովհետև մենք տարբերվում ենք, որովհետև մենք ունենք կոմիտաս, որովհետև մենք ունենք մեր փառահեղ մեր ժողովրդական երգերը, որը շատ քաղաքային ռոմանսները, տես ինչ գեղեցիկ ժանր է, քաղաքային ռոմանս, որը շատ հոգեհարազատ է յուրաքանչյուր հային, որովհետև այդ բոլոր ստեղծագործությունները ծնվել են մեր ապրած կյանքից, որը շատ կարող է, դա մեր հիմքն է, առօրյայից, այո, եւ օրինակ ես նույն մայստրո Մաթևոսյանը միշտ ասում եմ, մայստրո ջան, չես հավատա, ասում եմ, հենց կարոտս խեղդում է, այդպես է ստացվել, իմ կյանքը այդպես է դասավորել, որ ես շատ եմ արտերկում, քիչ եմ լինում Հայաստանում։ Հենց կարոտս խեղդում է, ես միացնում եմ, ես լսում եմ Հովանես Բադալյան, ես լսում եմ Ռուբեն Մաթևոսյան, արցունքով աչքերով, բայց ես նորից հավաքում եմ էներգիա, նորից ինձ մարդ եմ զգում, նորից սկսում եմ խորը շնչել։ Դաշալի, չեմ կարող նաև չհասնել Հայկոյի համերգի մասին, օգոստոսի 31-ին Գառնիում
Կայացած ինչ զգացողություններ ունեիր նաև այդ օրը։ Պիտի ասեմ, որ նախ ես մի մարդ եմ, որը շատ եմ սիրում էքսպերիմենտներ անել։ Սկզբից անկեղծ ասած, այսպես մտածում էի, որ չեմ կարող, այսինքն ոչ թե բարձր տեխնիկապես չի, այլ չեմ կարող այնպես ճիշտ մատուցեմ, որտեվ Հայկո կատարելը դժվար է, որովհետև ես պիտի ասեմ, Հայկոին չպետք է երգել, Հայկոն դեկլամացիա է անում, Հայկոն ապրում է տեքստը։ Իսկ իմ պարագայում ես շատ մտածում եմ ինչպես անեմ, որ չստացի, որ ես այսպես դուրս եմ եկել, այսպես ձայն եմ ցույց տալի, ոչ մեկին չի զարմացնի, բոլորը գիտեն, որ լիպայտացին ձայն ունի, օպերա է կատարում, բայց Հայկոն ինչպես անեմ, որ ճիշտ ընկալվի։ Ու ես հիմա անկեղծ ասած այնքան ուրախ եմ, որ ես կոմենտներում կարդում եմ, տեսնում եմ, որ մարդիկ գրում են, որ տարիներ շարունակ լսել են Հայկո եւ պարզը սիրել են այդ երգը ինչ իմ կատարումը, բայց հիմա ինձ գրում են Լիպայ ջան, այս երգը նորովի բացահայտեցինք մեզ համար։ Այո։ Ու դա կարծում եմ ամենամեծ գնահատականն է, ու ես իսկապես կարող եմ ասել, որ շանս ունեցել ենք ստացվել է, շատ եմ սիրել այդ երգը, շատ։ Ու փառքաստո իսկապես ստացվեց։ Եվ վերջում կա երազանք, որին դեռ չես հասել։ Պիտի ասեմ, որ այլևս երազանքներ չկան, չէ, նպատակներ, որտեղ երազանքները միգուցե գիտես, որ երեխա էի, ապրում է Ղրիմում փոքրիկ քաղաքում Թեոդոսիա եւ մեր տանը, որ լսում էի հայրիկս երգում էր, ես փորձում էի կրկնորել եւ այսպես դուրս գալիս էր շատ երգեցողությունը եւ այնպես դասավորվեց, նորից եմ ասում բախտի բերմամբ, որ ինձ հանդիպեց իմ ուսուցչուհին, ում մոտ ես սկսեցի սովորել ու բացահայտեց իմ ձայնի իսկական ձայնը եւ ծանոթացրեց օպերային ժանրի հետ, ընդհանրապես դասական ոճի հետ, որովհետեւ մեր տանը այդ դասական օպերան երբևէ չի հնչել, ես չէի իմանում օպերային ժանրը դա ինչ է։ Մեր տանը հնչել է մի ժողովրդական երգեր։ Եվ ես ու պարզապես սիրել եմ երգել։ Եվ երբ իմ մեջ այդ սերը առաջացավ օպերային արվեստի հանդեպ, իմ առաջի ձայնասկավառակ օրինակ եղել է Լուչանո Պավարոցի ուրեմն հավաքածուն Դեկայի հետ եւ Դմիտրի Խարաստովսկու ռոմանսներ։ Պավարոցին Արյաներ էր երգում եւ ես լսում էի դա, այ երազանքս այդ ժամանակ էր, ասում եմ Աստված իմ տեսնես, ես մի օր կկարողանամ այս մարդկանց պես, այսենց հեշտությամբ, որտեղ փորձում էի կրկնորել, շատ դժվար էր Լուչանոյի երգերը երգել։ Այդ տոնալության մեջ ես հեշտությամբ չէր ստացվում, շատ բարդ էր եւ այդ ժամանակ ես երազում եմ, ասում եմ տեսնես մի օր կգա այդ օրը, որ ես կարողանամ այսենց հեշտությամբ կատարել այս երգերը։ Մենք ապրում ենք հիմա հենց այդ օրերում, Լիպարի շնորհակալ եմ, որ Հայաստանում ես, ներսում ես, շատ ուրախ եմ իսկապես, որ մենք կարողացանք քեզ այստեղ տեսնել, զրուցել քեզ հետ։ Քեզ ծափահարում ենք միշտ մաղթում, չգիտեմ, որ հաճախ լինես Հայաստանում, մենք էլ շանս ունենանք քեզ հետ շփվելու ու վստահ եմ, որ մեր հանդիսատեսը միշտ սիրով սպասում է քեզ ու ուզում է տեսնել մեր հարազատ բեմերում նաև։ Սիրով։ Շնորհակալություն ևս մեկ անգամ։ Ես եմ շնորհակալ։ Մենք կվերադառնանք կարճ դադարից հետո եւ կամփոփենք երեկոն, մնացեք ներսում։ Oh
չորնար ախայար չարմարդու Այսօր մենք խոսեցինք երաժշտության մասին, ուրախացանք, կիսվեցինք ժպիտներով, բայց սեպտեմբերի այս օրերին միշտ կա մի հիշողություն, որ մնում է ու չի սպիանում։ 2020-ի սեպտեմբերի 27-ին մեր ժողովուրդը արթնացավ պատերազմի ձայնից։ Այն եկավ չասեմ թե շատ անսպասելի, բայց առանց զգուշացնելու, ու ցավոք տարավ կյանքեր, տարավ հայրենիք։ Բոլոր հերոսացածներին հավերժ փառք, բոլոր մայրերին համբերություն, բոլոր տարագիրներին ուժ դիմանալու կյանքի ամենաբարդ հարվածին, հայրենիքի ու տան կորստին։ Մենք չենք կարող փոխել անցյալը, բայց կարող ենք սիրել ու խնամել այն, ինչ գոնե ունենք այսօր, մեր տունը, մեր լեզուն, մեր երգը, մեր Հայաստանը։ Բարի գիշեր։